Հրապարակ թերթը գրում է, ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել։ Իրենց ասվել է, եթե դժգոհեք հրապարակապ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ կխացավանք է դառնալու։ Հրապարակ թերթը գրում է, բոլորը բացատրություններ են փնտրում, թե ինչու հունիսի 7-ի հետ կապված նման որոշումներ կայացվեց, բայց կան նաեւ փաստեր, որոնք վկայում են կաշկանդվածության մասին։ Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Ժողովուրդ Օրաթերթի ֆուտբոլային աղբյուրները փոխանցում են, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ արդեն ձևավորել են մի քանի ազդեցության կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր նախընտրելի թեկնածուն եւ փորձում է մինչ ընտրությունները ստեղծել անհրաժեշտ քաղաքական եւ ֆուտբոլային աջակցությունը։ Ըստ տեղեկությունների ամենաակտիվ քննարկվող անուններից մեկը Սիսակ Գաբրիելյանն է, շրջանառվում են նաեւ Մխիթար Այրապետյանի եւ Հակոբ Սիմինդյանի անունները որպես հավանական թեկնածուներ։ Փաստ թերթը գրում է, այն որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչեւ ուղնուծուցը ակնառու է, ընդ որում դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմուկում էր բոյերի քաղաքականացվածության դեմ։ Մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները եւ առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները։ ԵՊՀ-ն միակողմանիորեն եւ առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա եւ վաստակաշատ դասախոսներ քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու դոցենտ Ալեն Ղևոդյանի, իրավագիտության թեկնածու դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ։ Դե ինչ այսքանն էինք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված։